Բարի լույս բոլորին, առավոտյան ժամը 10-ն է ու այսօր շատ հավես եղանակ է, շատ արև չի, շատ ուժեղ չի արևը, բայց համ էլ ցուրտ չի բնականաբար, քանի որ ամառվա վերջին օրերն են, ես որոշեցի այսօր անցկացնել բասեյնում, ինձ հետ իհարկե ջուր եմ վերցրել, բնականաբար էլի բասեյնում կվերցնեմ, այստեղ իմ պայուսակն է, իմ իրերն է, կամած դուրս գամ ու գնամ դեպի տարածք։ Մուտքը այս տեսքը ունի, եկել եմ քրոս, արդեն 10 տարի կլինի, ես այցելում եմ այստեղ, ներսը, իսկ ամառվա սեզոններին նաև դուրսը։ Խոսքով, սենց սիրուն տարածք է ու շատ կարևոր է, որ այստեղ կանաչը, բնությունը, ծառերը շատ են։ Հիմա քայլում եմ, վճարեմ, մտնեմ ներս ու գնամ դեպի հանդերձարան։ Փորձեմ այսօրվա ընթացքում ամբողջ տարածքը ցույց տալ ու գուցե ովքեր այստեղ չեն եղել, ցանկանան գան այստեղ։ Արդեն մոտեցա այս հատվածին, ոբշում քայլում եմ դեպի հանդերձարան, հուսով եմ ձայնս լսվում է ձեզ, չգիտեմ, այս էլ հանդերձարանը։ Այսինքն սիրուն կանաչապատը։ Ինձ թվում է տարածքը առանձին կնկարեմ։ Քանի դեռ մարդիկ քիչ են, փորձեմ նկարել ու այս նոր լոքեյշնը ձեզ ցույց տալ բոլոր անկյուններից։ Ես չգիտեմ, այստեղ շատ եմ հավանում, էլի ծաղիկների առկայությունն է շատ սիրուն է, հասարակ այս նոր բասեյնը շատ սիրուն է, տարածքը շատ մեծ է, ու այս պահին մարդիկ, քանի որ քիչ են, մեկը մյուսին չի խանգարում ու առանձնանալ ու հանգիստ անցկացնելը կարծես թե ստացվում է։ Ոբշեմ ինձ լավ որ եմ մաղթում, ձեզ էլ բարի դիտում։ Ես շարունակում եմ վայելել իմ հանգիստը, ուղղակի արևայրուք եմ ընդունում, ջուր եմ խմում, փորձում եմ որքան հնարավոր է ռելաքս լինել ու իսկ սա արդեն պետքարանի հատվածն է, որտեղ կարելի է լվացվել եւ այլն։ Սա ես։ Արդեն մոտավոր ժամը 5-ն է, եղանակը, ինչպես տեսնում եք, մի քիչ փոխվել է, արև չկա,
հիմա որպեսզի հետաքրքիր անցնի, որոշել եմ նկարել, թե ինչ կա իմ պայուսակի մեջ։ Հիմա փորձենք նկարել ու հասկանալ։ Հիմա ցույց եմ տալիս, իրականում չգիտեմ ձայնից նորմալ հնեսվի թե ոչ, ամեն դեպքում ցույց եմ տալիս, թե ինչ ունեմ այս փոքրիկ պայուսակի մեջ։ Ոչմ սկսում ենք ուտեստեղից։ Ստեղ մի քիչ տենց կոսմետիկ բաներ է, իրականում չգիտեմ ցույց տամ թե չէ, սաներ կա, ինձ աղջկական ինչ-որ բաներ, այսպիսի բաներ, ռեզին, մազեր, մանատիկ գործիքներ, խոսքով սրա մեջ դա է, մոտս ունեմ մազերի համար նախատեսված Մազակալ, մոտս կա հայելի, բացում ենք, նայում ենք մեզ, կարգում ենք, ունում ենք կող, ինչպես բոլորի մոտ իմ մոտ կա զայրագիչնիկ, հայերեն ինչպես է, լիսկավորիչ, այո, ինձ կողքից վշում են, ստեղ բանը, ակնոցների ստուկնը, ակնոցները աչքերիս է, Meller, լավ բրենդ է, մայչելի է, բայց շատ որակով ու սթայլի շատ լոսներ է։ Դե մոտս կա դրամապանակ, իրականում մեջը գումար չկա, որովհետև հիմնականում քարտով եմ վճարում, ունեմ դոլարներ, так, 2, 3, 4, 5, 6, 7, սրանք սիմվոլիկ էլի, սենց պահել եմ։ Անցնելիք, վարորդական իրավունք, այստեղ հայերս չի, այս ակնոցների համար նախատեսված ապակի մաքրելու միջոց, այս քրոսի ուրեմն հանդերձարանի այդ կոմով գոնե ցույց տուր։ Так, այս սենց աստիկներ են, իրանք նախատեսված են ինչ-որ օրինակ խալերի դեպքում, կարես խալերի վրա գցնես, որպեսզի խոսքով արևը չվնասի քեզ։ Այս ուտելիք է ժողովուրդ։ Բանը, այս օրվա ընթացքում յոդի պարունակությունը լրացնելու համար, ոբշան, խարազոր են։ Ավտոյի բանալիներ, տան բանալիներ, օրբիտ։ Հա, ունեմ նաուշնիկներ, իհարկե։ Հա, ունեմ սենց սիրում էլի դրամապանակ, իրա մեջ ինձ դուխի փոքրիկ, ասեք որ լավն է ու ձեռքի համար նախատեսված ոչմ սենց գրեմ, նկարում եք, նկարում ես, և այս փոքրիկ բանը, էլի դրամապանակը, հա այստեղ ժամս է, լողալուց առաջ հանել եմ, որպեսզի չվնասեմ ու իհարկե սանդավիկ, շատ պիտանի պերթական իր։ Մի խոսքով սա էր իմ պայուսակի մեջ, ընդհանուր ունեմ գլխարկներ, ոնց որ տան ինչքա գլխարկներ եմ դեր։ Եվ իհարկե խած անձեռոցիկ, էլի շատ պիտանի է ու անիհատ պետք է գալիս։ Մի խոսքով այսքանն էր, շնորհակալ եմ, հուսամ այս վիդեոյի շնորհիվ դուք ինձ մի փոքր ավելի շատ իմացաք ու համել կարևոր խորհուրդ է ինչ տանել լողավազան տանելու համար, տենց իրեր, որոնք կարան ձեզ պետք են լողավազանի, դեռևս այստեղ եմ, ինձ թվում է մի 2-3 ժամ դեռ այստեղ կլինեմ, հասկը ձեզ ցույց կտամ, շնորհակալ եմ։
Արդեն երեկոյան ժամը 6-ն է, 6:30 ու մարդիկ գնացել են, բայց այս ժամը ամենասիրուն ժամն է, մայրամուտի ժամն է ու ամենագեղեցիկ գույները այս ժամին են լինում, դրա համար ես սովորաբար միշտ երկար եմ մնում, որպեսզի այս սիրուն գույները վայելեմ։ Նայեք։ Խոսքով բոլոր կողմերից նկարում եմ ձեր համար։ Չգիտեմ որքանով է հետաքրքիր իմ հետևորդներին, բայց ամեն դեպքում գուցե հետաքրքիր է։ Как любовь с первого прикосновения, с первого пьяного сообщения. Ты пахнешь как любовь с первого уведомления. В голове только ты я. Это история не про нас. Ինչպես տեսնում եք, ես արդեն շատ խամոտ է այս ժամին այստեղ լինում, բայց նայեք ինչ սիրուն է, մի խոսքով շատ սիրուն օր ունեցա այստեղ, իրականում, եթե ծանոթ չեք ասեմ, որ արդեն 10 ամենի է, ես այստեղ հաճախում եմ ու ոնց որ թե իմ երկրորդ տունը լինի, բայց այս հատվածը նոր էր ու որոշեցի նկարեմ, եթե մարդիկ տեղյակ չեն, գուցե այս տարի դեռ հասցնեն կան այստեղ վայելեն։ Ինչպես տեսնում եք, կարմրել եմ, այրվել եմ, այո։ Այսպես, եթե հավանեցիք վլոգը, կխնդրեմ կոմենտներ անեք, ու ինչ-որ կարծիքներ հայտնեք, որպեսզի հասկանամ, որ արդյոք ձեզ դուր է գալիս ու արժի շարունակել նկարել, թե ոչ։ Չնայած անկախ ամեն ինչից ես հիմա դեռևս կնկարեմ, որովհետև այդ պրոցեսը կոնտենտ ստեղծելուց շատ է գալիս, բայց եթե ինչ-որ մարդիկ նայեն ու իրաց դուրը նույնպես գա ու իրաց համար ինչ-որ ինֆորմատիվ նույնպես հետաքրքիր լինի, իմ կարծիքով այս դեպքում ինձ ավելի հետաքրքիր կլինի շարունակել նկարել։ Մի խոսքով, եթե հնարավոր է ակտիվ եղեք ու կոմենտներում գրեք, գուցե ինչ-որ ուղղակի գրեք, պետք է շարունակեմ նկարել ձեր համար, թե պետք չի։ Այս գեղեցկությունը ուղղակի չկարողացա չնկարեի։ Նայեք, երեկոյան ժամերին, երբ որ մութը ընկնում է, մայրամուտից հետո լրիվ գույները փոխվում են ու այս տեսքն է ստանում քրոսը։
խոսքով որ ժամին էլ որ գաք, այստեղ ռուստը ամեն ժամի իր սիրուն գույները ունի։